Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Սրտում չներում ունենալը նույնն է, ինչ ցեխի մեջ խաղալը։ Դա նման է թույն խմելուն, հույս ունենալով, որ թշնամիտ կմահանա։ Ես Ջոյս Մայերն եմ եւ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կանի քեզ համար։ Գայթակղությունը մոտենում է բոլորին։ Բայց դու կարող ես հենց սկզբից լուծել դրա հարցերը։ Ուզում եմ, որ մտածես այն մասին, թե ինչ է տեղի ունենում քո ներսում։ Իրականում դա գլխավոր ուղերձն է, որ ցանկանում եմ տալ ձեզ այս երեկո։ Սկսեք ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում ձեր ներսում, որովհետև ամենից շատ հենց դա է հետաքրքրում Աստծուն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Ինչ է նշանակում դուք Աստծուն կտեսնեք։ Ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ դուք ավելի պարզ կլսեք նրանից։ Դուք ավելի շատ զանազանություն կունենաք։ Ավելի շատ կվերապրեք նրա ներկայությունը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված սիրում է հանդարտ, հեզ, բարի սիրտը։ Նա խոսում է այն մասին, որ չանհանգստանաք ձեր սանրվածքի, զարդերի եւ արտաքին բաների մասին։ Այլ ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ կատարվում է ներսում։ Ինչ կկատարվի, եթե ուշադրություն դարձնեք ձեր ներքին վիճակին այնպես, ինչպես արտաքինին։ Կարծում եմ, որ մենք կվարվենք այլ կերպ, քան վարվում ենք։ Մատթեոսի 23-ը հրաշալի գլուխ է Աստվածաշնչում։ Հիսուսը պարզապես առանձնացրեց փարիսեցիներին։ Նրանք կեղծավորներ էին, նրանք ուրիշներին ասում էին, թե ինչ անեն, բայց իրենք չէին անում։ Սկսենք կարդալ 25-րդ խոսքից, գլուխ 23, խոսք 25։ Վայ ձեզ, դպիրներ եւ փարիսեցիներ, երկար ժամանակ ես չգիտեի, թե ինչ է նշանակում վայ բառը։ Բայց վերջապես փնտրեցի, փորձեցի մի փոքր ուսումնասիրել եւ հասկացա, որ դա թշվառության ամենավատ տեսակն է, որ կարող ես ունենալ։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի եւ սկավառակի դրսի կողմը, բայց ներսից լիքն եք հափշտակությունով, ավարով, կողոպուտով, թալանով եւ անիրավությունով։ Կույր փարիսեցի, սկզբում մաքրիր բաժակի եւ սկավառակի մեջը, որ նրանց դուրսն էլ մաքուր լինի։ Գիտեք, Աստվածաշունչն ասում է, որ կերպարանափոխվեք, փոխվեք ձեր մտքի նորոգությամբ, իսկ կերպարանափոխումը տեղի է ունենում ներսից։ Աշխարհը ցանկանում է, որ համապատասխանենք այն կերպարին, որն ընդունելի է իր համար։ Բայց Աստված ցանկանում է կերպարանափոխել մեզ եւ իրականում փոխել մեր սիրտը, եւ երբ մեր սիրտը փոխվում է, ներսում ամեն բան դառնում է այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ։ Ինձ դուր է գալիս սա, որ նման եք ծեփած գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով։ Ընդլայնված Աստվածաշնչում գրված է. Դրսից սպիտակեցված եք, բայց լիքն եք մեռելների ոսկորներով։ Ուրիշներին թվում եք արդար եւ ուղիղ, բայց ներքուստ լցված եք կեղծավորությամբ, անօրինությամբ եւ անիրավությամբ։ Ես կարդացի մի պնդում, որը իսկապես դուր եկավ ինձ։ Ես ուսումնասիրում էի, թե ինչ է ազնվությունը, եւ տարբեր սահմանումներ էի կարդում ազնվության մասին, որովհետեւ այն մի բան է, որն այսօր պակասում է աշխարհում։ Ազնվության մի մաս է խոսքը պահելը։ Այսօր շատերը չեն անում այն, ինչ ասում են։ Գիտեք, ամեն անգամ, երբ ատամնաբույժի մոտ այց եմ ունենում, 4 անգամ հիշեցում եմ ստանում ներկայանալու համար։ Ամեն անգամ, երբ պետք է այցելեմ բժշկի, 4 հիշեցում եմ ստանում ներկայանալու համար։ Ինչու են այդքան շատ հիշեցնում մարդկանց, որովհետև շատերը պարզապես չեն ներկայանում եւ չեն էլ անհանգստանում, որ զանգեն։ Որովհետև այլևս չեն մտածում ազնվության մասին։ Ինչու, որովհետև ոչ ոք մեզ համար չի դրել չափանիշ, սակայն մենք պետք է դնենք լավ չափանիշ հաջորդ սերնդի համար։ Նրանք արդեն անախորժության մեջ են եւ մենք չպետք է նպաստենք, որ խորամուխ լինեն դրա մեջ։ Երբ ինչ-որ մեկին ասում եք, որ կզանգեք նրան, զանգեք։
Երբ ժամադրություն եք նշանակում, ներկայացեք, իսկ եթե չեք կարող, զանգեք, առնվազն ունեցեք քաղաքավարություն եւ ասեք մարդկանց, որ չեք կարող գալ։ Այսպիսով ես ուսումնասիրում էի, թե ինչ է ազնվությունը, եւ հոգեվոր ազնվությունը ինքդ քեզ իսկապես խստորեն անկեղծորեն տեսնելու կարողությունն է։ Հետաքրքիր է, քանիսն են իսկապես կարողանում անել դա անգթորեն ազնիվ լինես ինքդ քո նկատմամբ։ Եփեսացիների 4:22-ից 24 Որ ձեզնից դուրս հանեք նախկին էությունը, հրաժարվեք ձեր հին չնորոգված եսից, որը բնորոշ էր ձեր նախկին կենսակերպին եւ ապականվում է մոլորությունից բխող կրքերի եւ ցանկությունների միջոցով։ Այսպիսով ասվում է հանեք հին մարդը։ Եկեք հստակեցնենք, հանեք հին մարդը։ Իսկ 24-րդ խոսքում ասվում է հագեք նոր մարդը։ Բայց 23-րդ խոսքը 22-ն ու 24-ը միացնող կամուրջն է։ Այն ասում է եւ ձեր մտքի հոգով նորոգվեք, ունենալով թարմ, մտավոր եւ հոգեվոր վերաբերմունք։ Նայեք ինձ, երբ ասում եմ սա։ Նույնիսկ տարիներ շարունակ ուսումնասիրելուց հետո ես դեռևս չեմ մտածում, որ մենք իսկապես հասկանում ենք, թե որքան կարևոր է այս երկու բանը՝ մեր մտքերը եւ մեր խոսքերը։ Աստվածաշունչն ասում է, կյանքի եւ մահվան զորությունը լեզվի մեջ է, եւ գիտեք ինչ, եթե իսկապես հավատայինք դրան, եթե իսկապես հավատայի դրան, ակնհայտորեն ես չունեմ հայտնություն դրա մասին, որովհետեւ դեռևս ասում եմ բաներ, որոնք կգերադասեի չասել։ Ես գիտեմ, որ ձեզից ոչ ոք չի անում դա, բայց ես դեռևս փոքրիկ խնդիրներ եմ ունենում։ Իմ պարգևը իմ շուրթերի մեջ է, բայց իմ շուրթերը կարող են լինել նաեւ իմ մեծագույն խնդիրը։ Մենք պետք է շարունակ նորոգենք մեր միտքը։ Աստվածաշունչն ասում է ամեն միտք հնազանդեցրեք Հիսուս Քրիստոսին։ Ամեն միտք։ Այժմ դուք կարիք կունենաք լսելու սրա նման եւս մեկ ուղերձ հաջորդ ամիս, եւս մեկը հաջորդ ամիս, եւս մեկը հաջորդ ամիս, բայց այս մեկը կօգնի ձեզ առնվազն մի քանի օր կամ գուցե 1-2 շաբաթ։ Քանիսդ կարիք ունեիք լսելու մի լավ խոսք մտքի վերաբերյալ։ Առաջին Տիմոթեոսի 6:9 եւ 10 Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ, փորձության եւ որոգայթի եւ շատ անմիտ, անօգուտ, անբարեպաշտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կործանման ու թշվառ կորստի մեջ։ Կարող եմ պարզապես քաջալերել ձեզ, որ սովորեք գոհ լինել։ Դուք ասում եք, եթե դուք իմ կյանքն ունենայիք, ոչ մի կերպ չէիք կարողանա գոհ լինել։ Պողոսն ասաց. Ես սովորել եմ գոհանալ։ Ես կարծում եմ, որ օգտակար կլինի հետևել նրա օրինակին, որովհետև դժգոհ լինելը չի օգնի ձեզ ունենալու այն, ինչ ցանկանում եք։ Միակ բանը, որ կօգնի ձեզ ունենալու ավելին, գոհ լինելն է այն ամենի համար, ինչ ունեք։ Հիշում եմ, մի անգամ աղոթում էի ինչ-որ բանի համար եւ Տերը խոսեց սրտից եւ ասաց. Ինչու պիտի տամ քեզ ավելին, դու արդեն դժգոհում ես այն ամենի համար, ինչ ունես։ Սովորեք ինչպես գոհանալ։ Ընդլայնված Աստվածաշունչն ասում է, որ գոհ լինել նշանակում է բավարարված լինել այն աստիճան, որ չեք անհանգստանում կամ տագնապում, անկախ նրանից, թե ինչ վիճակում եք։ Գոհ լինել չի նշանակում, որ երբեք չես ցանկանում փոխվել։ Դա չի նշանակում, որ քո կյանքում չկան իրավիճակներ, որոնք չպետք է փոխվեն կամ չեք ցանկանում փոխել, դա նշանակում է վստահել Աստծուն այնքան, որ կարող եք երջանիկ լինել այսօր հենց ձեր տեղում։ Մի վատնեք ամբողջ կյանքը, մտածելով, թե երջանիկ կլինեք երբ, կամ երջանիկ կլինեք եթե, որովհետև դուք կկորցնեք ձեր օրերը։ Իսկ մենք պետք է սովորենք երջանիկ լինել հիմա։ Իրականում ես շատ սոսկալի տարի ունեցա։ Բայց հետաքրքիրն այն է, որ ես երջանիկ էի եւ բավականին լավ ընդունեցի այն ամենը, ինչ կատարվեց։
Դուք հավանաբար լսել եք պատմությունը, ես մեջքի փոքրիկ վիրահատություն ունեցա, որի հետևանքով վիրահատության տեղում թրոմբ առաջացավ, այն վնասեց աջ ոտքիս նյարդերը։ Ես չէի կարողանում նույնիսկ մի փոքր բարձրացնել ոտքս։ Ոտքիս մեջ ընդհանրապես ուժ չկար, այն պարզապես չէր գործում։ Ուստի ստիպված եղա 2 շաբաթ անցկացնել վերականգնողական հաստատությունում։ Եվ հենց սկզբից ասացի, Աստված, խնդրում եմ օգնիր, որ ճիշտ վարվեմ։ Ես չէի ուզում դժգոհել, ես չէի ուզում փնթփնթալ, ես չէի ուզում շփոթվել եւ ասել. Ինչու ես, Աստված, ես չեմ հասկանում, թե ինչու սա պատահեց։ Ես ուզում էի լինել այնպիսին, ինչպիսին կլինեի, եթե ամեն բան լավ ընթանար։ Եվ քաջալերում եմ, որ հաջորդ անգամ, երբ խնդիր ունենաք, անմիջապես աղոթեք Աստված օգնիր, որ ճիշտ վարվեմ։ Շնորհակալություն։ Օգնիր ինձ, որ ճիշտ վարվեմ։ 2 շաբաթ անց ես վերադարձա տուն քայլակով։ Եվ մի փոքր ավելի առաջ անցա մտածելով, թե կարող եմ ինչ-որ բաներ անել։ Ճիշտն ասած, ես փորձում էի պատասխանել իմ բջջային հեռախոսի զանգին, որը դրված էր քայլակին։ Ես սխալ կողմ շրջվեցի եւ քանի որ այս ոտքս թույլ էր, ընկա ու կոտրեցի մյուս ոտքս։ Հիմա արդեն 2 ոտքս չէր գործում։ Ինչևէ 2.5 ամիս անցկացրի շարժասայլակի մեջ։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում ապրել, երբ ոչ մի ոտքդ չի գործում, դու շարժասայլակի մեջ ես եւ ստիպված ես օգտագործել սահատախտակ զուգարան գնալու համար։ Ես սովորեցի սահելով բարձրանալ եւ իջնել։ Ինչևէ, ոտքերս սկսեցին գործել, բայց դեռ մեջքի խնդիրներ ունեի այս ոտքի նյարդերի պատճառով։ Ուստի ստիպված եղա դիմել նյարդի վիրահատության, ինչը նշանակում էր, որ պետք է այրեին նյարդային վերջավորությունները, այնպես որ իմ մեջքը դեռ ցավում է, բայց ուղեղս չգիտի այդ մասին։ Այնուհետև հունվար ամսին գիշերվա կեսին արթնացա, որպեսզի գնամ զուգարան եւ չգիտեմ, թե ինչ արեցի, բայց ուշագնաց եղա եւ ընկա մարմարե հատակին։ Կոտրեցի մեջքիս ողերից մեկը։ Օ, այո, ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել։ Գիտեք, թե ինչ էի անում այդ ժամանակ, ես գիրք էի գրում, արդյոք սատանան իրական է վերնագրով։ Օ, լսեք, ես խելացի եմ, ես բավականին երկար եմ ապրել, որպեսզի իմանամ, որ երբ որոշեցի գրել այդ գիրքը, թշնամին փորձելու էր հետապնդել ինձ։ Բայց թույլ տվեք ասել, դուք պետք է կարողանաք պահել ձեր ուրախությունը, նա իրականում չի ցանկանում ձեր ունեցվածքը, նա ցանկանում է ձեր ուրախությունը։ Անցյալ շաբաթ ես ատամնաբուժարանում էի։ Ատամի իմպլանտ տեղադրելու համար։ Դա այն է, երբ ոսկորի մեջ պտուտակ են տեղադրում, որից հետո դուք պետք է սպասեք 3 ամիս, որպեսզի այն ամբողջությամբ ամրանա, նախքան կկարողանան ատամը տեղադրել։ Ես չէի կարծում, որ անատամ քարոզիչը լավ տեսք ունենա, ուստի ստիպված էի անել դա։ 3 ամիս սպասելուց հետո ատամնաբույժն ասաց. Ցավում եմ ասել, բայց իմպլանտը չի ամրացել, դուք չունեք բավականաչափ ոսկրային հյուսվածք։ Ուստի նա ստիպված է կովի ոսկոր պատվաստել իմ բերանում, հուսով եմ բերանս բացելիս չեմ բառաչի։ Ես փորձում եմ հասկացնել ձեզ, որ իմ կյանքը այնքան իրական է, որքան ձերը։ Բոլորի հետ էլ պատահում են ինչ-որ բաներ։ Կյանքը սահուն չի անցնում, եւ սատանան ուզում է, որ մենք մրթմրթանք, դժգոհենք եւ դժբախտ լինենք։ Կիրակի գնանք եկեղեցի եւ երգենք ես հանձնում եմ ամենը, այնուհետեւ շաբաթվա մյուս օրերին վարվենք ինչպես բոլորը։ Նա ուզում է, որ ձեր մեքենային պիտակ փակցնեք, որի վրա գրված է. Հիսուսը սիրում է ինձ եւ ձեր պարանոցից խաչ կախեք, Աստվածաշունչը տանեք աշխատավայր եւ վարվեք հիմարի պես ամեն անգամ, երբ խնդիր եք ունենում։ Ամեն։ Փենին, իմ վարչական օգնականը։ Երեկ, երբ այստեղ էր գալիս, գնում է օդանավակայան, մտնում է կայանատեղի մեքենան կայանելու համար։ Նա կանգնեցնում է մեքենան այնպես, որ կարողանա պատուհանից ձեռքը մեկնել եւ վերցնել իր կտրոնը։ Կտրոնը ստանալուց հետո նրա մեքենան տեղից չի շարժվում, ոչ առաջ, ոչ հետ։ Նա մնում է կանգնած, հետևում առաջացնելով մեքենաների հերթ, եւ դուք գիտեք, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրան, հետո դու փորձեցիր դուրս գալ մեքենայից։
Նա փորձեց դուրս գալ մեքենայից, բայց մեքենայի դռներից ոչ մեկը չէր բացվում։ Նա մնացել էր մեքենայի մեջ։ Եվ կտրոնները տվող կինն ասում էր. «Դուք չեք կարող կայանել այդտեղ, դուք չեք կարող կայանել այդտեղ», իսկ նա փորձում էր ասել. «Ես չեմ կարողանում շարժվել, ես չեմ կարողանում շարժվել»։ Վերջապես, ինչ որ մեկը բացում է դուռը եւ երբ նա կարողանում է բացել եւ փակել բոլոր դռները, մեքենան սկսում է նորից աշխատել։ Դա խելագարություն է։ Գիտեք թե ինչ էր սատանան փորձում անել, նա փորձում էր վշտացնել նրան նախքան այստեղ գալը։ Թշնամին ամեն բան կանի, որպեսզի բարկացնի քեզ ամեն անգամ, երբ դու գնում ես խոսքը լսելու։ Մեզ հետ խելացնոր բաներ են պատահում։ Բայց ինչպես ասացի, սատանան նյութական բաներ չի հետապնդում, նա ցանկանում է ձեր ուրախությունը, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Իմ դուստրերից մեկը, ես ունեմ երկու դուստր, երկու որդի։ Իմ փոքր դուստրը, որն այնքան էլ փոքր չէ, 54 տարեկան է, զանգեց ինձ եւ ասաց. «Ինչ վիճակում է ատամդ»։ Ես սկսեցի ծիծաղել, ես ծիծաղում էի ու ծիծաղում։ Եվ նա ասաց. «Ինչն է այդքան ծիծաղելի»։ Ես ասացի. «Այն չհաջողվեց»։ Նա ասաց. «Եվ դու ծիծաղում ես»։ Ես ասացի. «Այո, երկրորդ Սաղմոսում գրված է, որ Աստված նստած է երկնքում եւ ծիծաղում է իր թշնամիների վրա։ Ես որոշեցի, որ պարզապես կծիծաղեմ։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Աստված ունի հաղթանակ եւ ամեն բան բարիին գործակից է դառնում նրանց համար, ովքեր սիրում են նրան եւ կանչված են նրա նպատակի համաձայն»։ Դու ավելի արագ հաղթանակ կունենաս ծիծաղելով, քան ընկճվելով եւ վշտանալով։ Ամեն։ Ինչ որ մեկի կյանքում կա որևէ բան, որի վրա հենց հիմա կարող է ծիծաղել։ Աստվածաշունչն ասում է, որ արծաթասիրությունը ամեն չարիքի արմատն է։ Փողը չարիք չէ։ Փողը կարող է շատ բարիքների միջոց լինել շատերի համար։ Բայց եթե չափազանց շատ ես սիրում փողը, այն ստանալու համար կանես այնպիսի բաներ, որոնք բարի չեն։ Օրինակ, մարդիկ անցնում են ընդունելի սահմանները ավելի շատ փող վաստակելու համար։ Հետո ընկնում են բազմաթիվ մեղքերի մեջ, ինչպիսիք են Աստծուն անտեսելը, ընտանիքը անտեսելը, ազնվությունը, փողզիջման գնալը ավելի շատ փող վաստակելու համար։ Եվ երբեմն մարդիկ այնպես են հոգնում եւ ուժասպառ լինում, որ չարաշահում են հոգեմետ դեղերի օգտագործումը, որպեսզի կարողանան բարեկեցիկ զգալ եւ շարունակել անել այն, ինչ անում են։ Այսպիսով դուք անցկացնում եք ձեր կյանքի առաջին 50 տարիները լարված, հյուծված, որպեսզի կարողանաք բավականաչափ գումար կուտակել վերջին 50 տարիները վայելելու համար։ Բայց երբ հասնում եք այդ տարիքին, չափազանց հոգնած եք կյանքը վայելելու համար եւ չունեք որևէ մեկին այն միասին վայելելու համար, որովհետեւ երբեք ժամանակ չեք հատկացրել փոխհարաբերությունների կառուցմանը։ Մի սիրեք փողը, սիրեք Աստծուն եւ օգտագործեք փողը մարդկանց օգնելու համար։ Ամեն։ Դուք չեք կարող խաղալ ցեխի մեջ ու չկեղտոտվել։ Ինչ կասեք չներման մասին։ Կարող ենք մի քանի րոպե խոսել այդ մասին նախքան ավարտելը։ Հետաքրքիր է։ Քանի մարդ է այստեղ բարկացած ինչ-որ մեկի վրա հենց հիմա։ Դուք գիտեք, թե ինչու եք պահում ձեր բարկությունը, որովհետև զգում եք, որ դուք արդարացված եք։ Դուք չգիտեք, թե ինչ են արել ինձ հետ։ Ես գիտեմ, թե ինչ արեցին Հիսուսի հետ եւ գիտեմ, թե ինչ նա արեց։ Հայր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում։ Ոչ մեկի հետ չէին կարող ավելի անարդար վարվել, քան նրա հետ։ Հիշենք Ստեփանոսին, որին քարկոծեցին։ Կասեմ ձեզ, սրտում չներում ունենալը նույնն է, ինչ ցեխի մեջ խաղալը։ Դա նման է թույն խմելուն, հույս ունենալով, որ թշնամիտ կմահանա։ Ինչ է Աստված ցանկանում, որ անենք մի բան, որ լիովին խենթ է թվում։ Նա ուզում է, որ սիրենք մեր թշնամիներին։ Նա ուզում է, որ աղոթենք, որ նրանք երջանիկ լինեն։ Դուք ասում եք, ես չեմ ուզում, որ նրանք երջանիկ լինեն։ Լավ։ Դուք կարող եք ասել Աստծուն, ես չեմ ուզում, որ նրանք երջանիկ լինեն, բայց ես կաղոթեմ, որ նրանց երջանիկ դարձնես, որովհետև դա այն է, ինչ դու ասում ես, որ անեմ։ Երբ սկսում ենք անել այն, ինչ Աստված ասում է անել, անկախ նրանից ցանկություն ունեք դա անելու թե ոչ, անկախ նրանից դա արդար է թվում, թե ոչ, այդ ժամանակ է կյանքը սկսում լավանալ։ Շատ լավ, ես գրի եմ առել սա։
Աստված տվել է սա ինձ եւ կցանկանայի, որ դուք հիշեք այս խոսքերը։ Փոքրիկ մեղքերը, որոնք թույլ ենք տալիս, դառնում են մեծ մեղքեր, որոնք չեն կարող վերահսկել։ Փոքրիկ մեղքերը, որոնք թույլ ենք տալիս, դառնում են մեծ մեղքեր, որոնք չենք կարող վերահսկել։ Եվ դուք իսկապես լուրջ անախորժության մեջ եք, երբ ձեր կյանքում ի հայտ են գալիս բաներ, որոնք վերահսկում են ձեզ, փոխանակ դուք վերահսկեք դրանք։ Ես ուզում եմ մի քանի խոսք ասել ձեր շուրթերի մասին, այնուհետև թույլ կտամ, որ գնաք տուն եւ ապաքինվեք այս ամենից։ Քանիսն են դեռ ուրախ, որ եկել են այս երեկո։ Մենք կարող ենք ասել, որ կա երկու տեսակի մեղք՝ գիտակցված եւ չգիտակցված։ Չգիտակցված մեղքն այն է, երբ անում ես ինչ-որ բան, որը նույնիսկ չես գիտակցում, որ սխալ է, կամ անում ես պարզապես չունենալով գիտություն այդ մասին։ Պողոսն ասաց, որ սկզբում հայհոյում էի եւ հալածում էի եւ ամոթաբար ու կատաղի վիրավորում էի Հիսուսին, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Այնպես որ ես կարող էի անել ինչ-որ բան, որը նույնիսկ չգիտեի, որ սխալ է, մինչև որ սովորեցի ավելին, եւ Աստված հանդիմանեց ինձ սխալի համար։ Բայց երբ գիտեմ, որ ինչ-որ բան սխալ է եւ շարունակում եմ անել այն, այժմ գիտակցված մեղք եմ գործում եւ այս ժամանակ է, որ լուրջ խնդիրներ ենք ունենում։ Այսինքն մենք գիտենք, որ այն ինչ անում ենք սխալ է, բայց ամեն դեպքում անում ենք դա։ Թույլ տվեք այս երեկո քաջալերել ձեզ, եթե ձեր կյանքում կա որևէ բան, որի հարցերը Աստված փորձում է լուծել, բայց դուք շարունակ հետաձգում եք դա, այլևս մի հետաձգեք։ Նա կարող է գալ այս երեկո։ Նա կարող է գալ վաղը։ Գուցե դա նույնիսկ այնպիսի բան չէ, որի պատճառով կկորցնեք ձեր փրկությունը, դուք չեք գնում ձեր փրկությունը, դուք հավատում եք Հիսուսին, եւ նա փրկում է ձեզ իր շնորհքով։ Բայց մենք պետք է անենք այն, ինչ ճիշտ է, որովհետև սիրում ենք Հիսուսին, որովհետև սիրում ենք նրան։ Նա ասաց, եթե սիրեք ինձ, կհնազանդվեք ինձ, նա չասաց, եթե հնազանդվեք ինձ, ես կսիրեմ ձեզ։ Նա արդեն սիրում է մեզ, Աստված երբեք չի կարող սիրել ձեզ ավելի, քան սիրում է հիմա, անկախ նրանից, թե որքան լավ ձեզ կպահեք։ Բայց եթե մենք սիրում ենք նրան, կցանկանանք անել այն, ինչ ճիշտ է։ Այսպիսով, երբ իրազեկ եք դառնում ձեր կյանքում եղած մեղքին, հենց այդ ժամանակ պետք է բաց թողնեք այն։ Հետաձգումը խաբեություն է, որովհետև այն ասում է՝ դե կանեմ։ Երբ։ Դե կանեմ։ Երբ ավելի հեշտ կլինի։ Երբ ավելի քիչ կարժենա։ Ոչ։ Հետաձգումը գողանում է ժամանակը, որովհետև այն ասում է, որ դու կանես այն, ինչ ճիշտ է, բայց լավ մտադրությունները հնազանդություն չեն։ Հնազանդությունը ինչ-որ բան անելն է։ Այնպես որ եկեք լինենք իմաստուն մեր մտքերի հարցում, լինենք իմաստուն մեր խոսքերի հարցում եւ մեր գործերի հարցում, բայց հիշեք, որ ամենը սկսվում է նրանից, թե ով ես դու ներքուստ, ոչ թե ով ես դու, երբ հագնվում եւ գնում ես եկեղեցի, բայց ով ես դու ներքուստ, ով ես դու, երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, ով ես դու, երբ սկսում ես բամբասել, եւ հանկարծ Սուրբ Հոգին ասում է ոչ։ Պատրաստ ես կանգ առնելու եւ նույնիսկ ասելու այն մարդուն, որի հետ խոսում ես, գիտես ինչ, ես չպետք է խոսեմ այս մասին։ Ներողություն, որ սկսեցի այս թեման։ Եկեք իսկապես լինենք գերազանց Աստծո համար այն ամենի պատճառով, որ նա արեց մեզ համար Քրիստոսի միջոցով։ Ոչ թե լինենք միջակ, կիսով չափ ճանապարհի մեջտեղում, կիսով չափ ճանապարհից դուրս, այլ ամբողջ ճանապարհն անցնենք Աստծո հետ։ Լիովին նվիրվենք նրան։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։